Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Գրիգորյան, այսօր Նիկոլ Փաշինյանը Սյունիքում հայտարարել է, որ տարածքները, որոնք մենք կորցրել ենք, դա կորուս չէ, քանի որ այդ տարածքները մեզ չեն պատկանել։ Ձեր արձագանքը սրա հետ կապված Ես ճիշտ զարմանում եմ, որ դեռևս մարդիկ կան Հայաստանի Հանրապետությունում, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին ուշադրություն են դարձնում։ Նիկոլ Փաշինյանը 5 րոպե կարա տարբեր հայտարարություններ հակասող հայտարարի եւ իր հայտարարությունները արդեն հաշվի տեղ դնել պետք չի։ Ինչը կապված է բանակի հետ, էլի 100 են, քանի որ մենք այս վերջին ժամանակների ինչքան որ մենք շփումը կհարթեն բանակի հետ, բանակը ոչ թե լավացել է իրաց ասելով ճակերտավոր, իրականում բանակը այսօր շատ վատ վիճակում է, եւ իրանք ինչպես մեր երկիրը, այնպես էլ մեր բանակը, ինչպես մեր արժեքները եկեղեցի փորձում են քանդել եւ ճանապարհ են հարթում ազերբայջանա-թուրքական ուժերին Հայաստանը գրավելու եւ թուրքականացնելու համար։ Եվ այսօր դեռևս բանակը դեռևս բնում է երաշխավոր, բայց իրանք ամեն ինչ անում են բանակը կազմակերպելու համար։ Եվ իզուր չէ, որ իրանք բանակը ցակեցին 1.5 տարի, եւ իզուր չի, որ բանակը պլանավորում են դարձնել սկզբնական 15000 իջացնել միջև բանակը եւ կամաց-ճանապարհ դες կամաց քանդել։ Եվ իզուր չէ, որ բանակում դպրոցներում հանում են հերոսների ուշակ տախտակները կամ ուշակարերը կամ ուշակ հարուզանները։ Ինչ է Փաշինյանը ուզում հասկացնել կամ մեսիջ եղել, որ հայտարարում է, որ Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ էր մեզ համար, արդյոք փորձում է այսպես Արցախի Ադրբեջանի մաս ճանաչելը արդարացնել։ Ես կարծում եմ, որ դա Փաշինյանի մտքի չի կախված, դա թելադրանք է բոլոր այս խնդիրները թելադրանք են Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, կապված դա բանակի հետ, կապված եկեղեցու հետ, կապված ցեղասպանության հետ, բոլոր այդ հարցերը այս թելադրանք են, որ ինքը պետք է ապահովի այդ խնդիրները, ժեղտի այդ բոլոր ամեն ինչը եւ այլ եմ ասում, հող է պատրաստում, այս խաղաղությունը սա փուչիկ է, երբեք պարտված երկիրը չի կարա խաղաղություն ունենա, պատված երկիրը պետք է մուրում է, իսկ Խրիմյան Հարիկը դեռևս ժամանակից ճիշտ խոսք է ասել, որ թղթաշերեփով երբեք չես կարա հարիսաուտես։ Հիմա մենք այդ թղթաշերեփը նույնիսկ չունենք։ Ասենք գոնե որ թղթաշերեփ ա եղել, հիմա թղթաշերեփ մենք չունենք։ Ու մենք ժամ առ ժամ մենք այսօր բարգաբեկում ենք մեր դաշնակից երկրներին, առավելևս Ռուսաստանին, որ Ռուսաստանին, եթե վաղը միսօր Ռուսաստանը փորձի պատժամիջոցներ կիրառի Հայաստանի հանդեպ, ես օրինակ չեմ զարմանա ու նաև չեմ էլ մեղադրի Ռուսաստանի, որտեղ մենք ենք եւ Ղարաբաղում, որ ասում են Ռուսաստանը մեզ չօգնեց, այդ բոլորը հարյուրանքներ են։ Մենք ենք ամեն ինչ արել, որ Ռուսաստանը մեզ չօգնի եւ մեզ հեռացնի։ Ռուսաստանը օգնեց, իսկ ինչով օգնեց։ Շատ բաներով օգնել Ռուսաստանը։ Ես չեմ ուզում փակագծեր բացել, իրականում Ռուսաստանը շատ բաներով օգնել է Ղարաբաղի 44 պատերազմի ժամանակ մեզ։ Աղապահները ինչ արեցին եւ թույլ տվեցին այդ ամեն իրականացնելը։ Ղարաբաղ զորքերը դա բանակ չի։ Նրանք այդ ամենը իրականացնում են որոշումները։ Ասենք օրինակի համար, երբ որ Լաչինի կորիդորը տրված է 7 կիլոմետր, հետո մի քանի ամիս հետո դարավ 5 կիլոմետր, հետո դարավ 2.5 կիլոմետր, այդ ամեն ինչը մեր երկրի Քաջարի վարչապետը գնում էր Բրյուսելում նոր պայմանագրեր կնքում եւ կամաց այդ կորիդորը փոքրացվում էր եւ քչում էր ռուսական խաղապար ուժերի վրա, բայց ռուսական խաղապար ուժերը միայն կատարում են այն երրակողմ պայմանագրերը, որը որ իրականացվել է Բրյուսելում։ Այո, եթե ժողովուրդը միջև հիմա չի հեռացնել Փաշինյանին, ուրեմն ժողովուրդը մեղավոր է։ Եթե ժողովուրդը ոտքի չի կանգնում Փաշինյանին հեռացնելու համար, այո, ժողովուրդը մեղավոր է, դա ինքը չի թաքցնում։ Ինքը չի թաքցնում։
Ալմայդես բեղավորը դե ժողովուրդը հետի կանցի անի։ Ինը չի գալի անում, ուրեմն ինքը լիքը դավազա բեղավորը։ Մարդը կարող է խոսա, որովհետև իրան բաժող չկա այսօր։ Մեր տրամաբանություն համակարգիչներին ժողովուրդը կողքի է, եթե համաձայն է։ Հիմա նայեք, ընդրություններուն ամեն ինչ սպասելի է Փաշինյանի կողմից։ Ես չեմ ուզում ասեմ ինչ էր սպասելի, որովհետև կարող է հիմա միտք տամ իրան ինքը օգտագործի այդ մտքերը։ Ամեն ինչ սպասելի է եւ ամենավտանգավորը լինելու ընդրությունների հաջորդ օրվանից սկսած, որովհետև չգիտենք հա, եթե ինքը պարտվի է, ես կարծում ինքը ամեն ինչ արել է յաթորը պահելու համար։ Իսկ մենք ընդդիմությունը պատրաստ լինելու է այդ աթորը հեսրելու արդեն իր հաղթանակը մինչև վերջ տանելու։ Այդ խնդիրը տեղ է։ Չլսեցի։ Հա, գիտեք ինչ կա, Կանդազի կալանավորումը ոչ մի բան չի տալի, Կանդազի ես շատ անձամբ ճանաչում եմ, ինքը լավ հետախույզ է եղել, բայց ինքը երբևիցե քաղաքական գործիչ չի, ինքը չեն կարա իրար ինչ-որ բանի մեջ մեղադրել, ինչ որ անում են իր դեպ Սարկոսի եղել, ինքը իրականում հերոս տղա է, ռազմական ռազմիկ, ոչ թե ինքը հրամանատար, այլ ռազմիկ է ինքը քաղաքականությունում ամենու բան չունի եւ իր դեպ ինչ-որ բայց այդ ուղղակի չգիտեմ հիմարություն է իր կալանավորել է, հիմարություն։ Փոքր ուշ միացա, այսօր Նիկոլ Փաշինյանը իր քարոզարշավի ժամանակ անուններ չնշելով, բայց ըստ էության ընդդիմադիր գործիչներին նկատի ունենալով ասել է, որ հայտարարում են, թե դառնալու են հաջորդ վարչապետը, գլուխները պատին են տալիս, քաղաքացին իրենց քիչ կորուստի եւ նմանատիպ այլ պրոցեսներով է հանդես եկել, սա ինչի մասին է։ Ես արդեն մի անգամ նոր մի քիչ առաջ ասեցի, Նիկոլ Փաշինյանի ոչ մի հայտարարություններին ուշադրություն դարձնել պետք չի։ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ կարող հայտարարի։ Վաղը ինքը վաղը հելիացի, ես Ամերիկայի պրեզիդենտ եմ ու ինքը ինչ ուզի կարող ասի։ Իր մտածել այդ բանը բան չունի, սահմաններ չունի ընդհանրապես։ Իսկ այդ ծվածքում ինչու է պայմանավորված։ Նրանով որ պարտությունը մոտ է։ Իհարկե, որովհետև իրաց թվում է եվրոպական մի քանի դեպքերի չէ, սա Հայաստանում հավաքելով, Զելենսկու նման դեբիլներից Հայաստանում հավաքելով, ինք ինչ-որ բան կունենա, դեքսուկ կունենա, բայց ինք ասել հաշվեցա, որ ինք այդ կողմից ոչ Եվրոպան պարզ իրեն ասեց, պարզ իրեն ասեց, որ իրեն ոչ մի թիվություն չի լինելու, եւ Ֆրանսիա չի պատասխանում Ղարաբաղի հարցից հրաժարվի, ինչպես մեր վարչապետն արագում, Ֆրանսիան դակարակը ամեն ինչ փորձելու անի Ղարաբաղի ժողովուրդը վերադառնա Ղարաբաղ։ Դա իրան լրիվ հակասող բան էր Բաքվի կողմից հայտարարությունը։ Այն ինչ պիտի անի ընդդիմությունը, որպեսզի այն ժողովրդին Գիտեք ինչ կա, 30 տարի ժողովրդի խաբել են, 30 տարի ժողովրդին 5000 դրամով առել են, մենակ սրանք չէ, էլի, բոլորն է մեղավոր, բոլորը, պետք է վերջով ես Հայաստանում կարգուկանոն ստեղծվի, ժողովրդի մոտ հավատ չի մնացել, շատ մարդիկ չեն ուզում ընդհանրապես ընտրությունների գնան մասնակցեն, չհասկանալով, որ իրանք ընտրությունների չմասնակցելով, իրանք ձայն են տալիս Նիկոլին, այս ռեժիմին, ավելի լավ է գնաս մասնակցես, քուն ձայնը չեղարկել տաս ավելի լավ է, քան թե չգնաս մասնակցես, ժողովրդի մոտ ուղղակի կորել է հավատը, բայց հավատել վերադարձնել մարդու մոտ որ կորում է շատ դժվար բան է, շատ դժվար։ ուժերի նկատմամբ ինչ ակնկալիքներ ունեք ընտրությունից։ Չլսեց մեծ հարցը կրկնեք։ Այն ռեպրեսիաները, որ այսօր կիրառվում են դիմադիրի գործիչների նկատմամբ, որոշ գործիչների ակնկալիքներ ունեք անհասարակության արդյունքների։ Պարբերաբար ռեյտինգները Չի բացառվում օրինակ համար ընդությունների 1-2 օր առաջ էլի շատ մարդիկ կալանավորվեն, որ վախի ազդեցություն ստեղծվի, մարդկանց մոտ ինչ-որ իրավիճակ, մարդկանց դրա այդ արդյունքում էլի մարդիկ չգան ընտրության կամ վախենան գնան Նիկոլին ընտրեն, հիմա լիքը մարդիկ օր է, որ շփվում են շատ, ես մենք բավոր այդանք Նիկոլին չընտրենք, բավոր իմանան, ես պաշտոնի եմ օրինակ, հիմա բավոր իմանան, կամ ես հիմա
ցկած ունենամ ցանկացած պաշտոնի վրա էլ, ցանկացած չգիտեմ ինչի վրա էլ։ Այստեղ Հայաստանի Հանրապետության գոյության եւ ոչնչացման խնդիր է դրված։ Դա յուրաքանչյուր հայ, գիտակից հայ, դա հասկանում է, դա պետք է ուրեմն պայքարի Նիկոլի դեմ։ Եթե չի հասկանում, ուրեմն թող երբևիցե տվյալ մարդիկ չասեն, իրանք հայ են։ Թող իրանք նույնիսկ դեպի Նիկոլին ասեմ թույլ դավաճան, նույն թույլ դավաճանել այդ մարդիկն, ովքեր պետք է գնան Նիկոլին ընտրել։